Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Վրամը ամբողջ երեկո անհանգիստ է, օրը մտքերով տարված, կարծես կորցրել է ներքին խաղաղությունը։ Նա անընդհատ փորձում է հասկանալ, ինչ է սպասվում իրեն ու Սոնային, ինչ կասի նրան Սոնան, ինչպես կարձագանքի ինքը ու ինչ որոշում կկայացնեն։ Սերը մնում է ուժեղ, բայց իրադարձություններն արդեն չափազանց խճճված են։ Առավոտյան ամեն ինչ փոխվում է, երբ Արմոն գալիս է իրենց տուն։ Նա անկապ անտեղի հարցնում է Վրամին. արդյոք գիտի, թե ինչպես է Սոնան տեղ հասել։ Վրամը զարմացած է, չի հասկանում, թե Արմոն ինչ կապ ունի այդ հարցի հետ։ Արմոն շատ հանգիստ և վստահ ձայնով ասում է, թե Սոնան գնացել է երկրից։ Այս լուրից Վրամը ապշում է, շփոթվում, նյարդայնանում։ Նա սկսում է հարցեր տալ, հասկանալու, որտեղից ունի Արմոն այդ տեղեկությունը։ Արմոն, ինչպես միշտ, հերթական սոթ պատմությունն է հորինում իր պլանները շարունակելու համար։ Նրա նպատակը պարզ է՝ Վրամին գցել հուզական խառնաշփոթի մեջ, ստիպել, որ նա շտապի Սոնայի տուն, վիճի Աբոյի հետ և այդտեղ կոնֆլիկտ ստեղծվի, բայց այս անգամ պլանը ձախողվում է։ Վրամը իսկապես շտապում է Սոնայի տուն։ Մոլեգին ներս է մտնում բակ, բարձր ձայնով հարցնելով, թե ուր է Սոնան։ Նրան դիմավորում է Աբոն, սակայն ի տարբերություն Արմոյի սպասածի, Աբոն շատ հանգիստ է։ Սոնան մինչև մեկնելը հորը հստակ հանձնարարել էր, խնդրել, որ եթե Վրամը գա, պետք չէ նրան վիրավորել կամ բարկանալ։ Նա ասաց, որ Վրամը իրեն անկեղծ սիրում է և չարժե ավելորդ ցավ պատճառել նրան։ Աբոն հիշում է դստեր խոսքերը և Վրամի հետ խոսում հանգիստ, առանց լարվածության։ Արմոյի նպատակը այսպիսով չի իրագործվում։ Իսկ այդ ընթացքում Հայկը կրկին այցելում է Նարեին, նրա աշխատանքի վայր։ Նա ջերմություն է ցուցաբերում, սակայն դեռ չի համարձակվում խոստովանել իր զգացմունքները։ Նարեն, տեսնելով Հայկի վարանողականությունը, որոշում է հակառակ քայլով նրան սթափեցնել։ Նա դիտավորյալ ասում է, թե պատրաստվում է ամուսնանալ Արմոյի հետ և նույնիսկ ընտանիք կազմել, ունենալով երեխաներ։ Հայկը լսելով այդ խոսքերը ցնցվում է, զայրանում, չգիտի ինչպես արձագանքի և մի պահի ներսի լարվածությունը չդիմանալով նա գրկում է Նարեին առանց որևէ խոսքի։ Հարգելի հետևորդներ, արդյոք Վրամը կհասկանա, թե ով է իրականում Արմոն և ինչ խաղեր է տալիս իր մեջքի հետևում։ Գրեք մեկնաբանություն։